Ինքնուրույն չէր կարողանում դուրս գալ բակ եւ մաքուրոտ շնչել 44-օրյա պատերազմում վիրավորված Աղաբեկ Խաչատրյանը։ Կնոջ Գեղեցիկ Սարգսյանի հայրական տունն է այս դոմիկը։ Ժամանակավոր այս տնակը դարձել է նրանց ապրելու հիմնական տեղը։ Անհարմար էր, թեքահարթակ չկար, որ դուրս ու ներս անի Աղաբեկը։ Փոքր էր սանհանգույցը, հարթ չէր մուտքը։ Լողանալու պայմաններն էլ հաջող չէր։ Ամուսինս պետքա բարձրանար։ 15 սանտի բարձրություն ուներ, որը որ իր համար անթույլատրելի էր ու անհարմար էր։ Կառուցեցին, հիմա փառք Աստծո, մտնում է, լողանում է, կարիքները հոգում է, դուրս ու ներս էլ անում է։ Ցրտին անձրևին ստիպված դրսում էր լվացվում Քրիստինե Սահակյանի ընտանիքը, 4 երեխաները տարեց սկեսուրը։ Կոմունալ հարմարություն համարյա չի եղել։ Կամ ջուր էին տաքացնում, տանը լողանում, որ չհիվանդանան։ Զուգարանն էլ տնակից մոտ 30 մետր հեռու էր։ Կիսրուս տարիքով ոտքերի հիվանդ շատ դժվար էր եւ երեխաների լողանալը եւ հասարակ տանը որ տաք սառը ջուր չլինի, արդեն պատկերացրեք ինչ վիճակ կլինի։ Սոս արևելքի քրիստոնյաներ ֆրանսիական կազմակերպությունն է Սպիտակի երկրաշարժից տուժած կարիքավոր ընտանիքների խնդիրները փորձում լուծել։ Կազմակերպության ներկայացուցիչներն ու կամավորներն են գնացել տներ, տեսել մարդկանց խնդիրները։ Կարիքավոր ընտանիքներին նաև սառնարաններ, լվացքի մեքենաներ են տվել։ Սովորաբար խորը կարիքի մեջ գտնվող ընտանիքների մասին իմանում ենք համայնքապետարանից, այսպես ենք աշխատում հիմնականում։ Եթե համայնքապետարանից չէ, ապա եկեղեցու միջոցով, երբեմն հասարակական կազմակերպություններից։ Սա մեզ հնարավորություն է տալիս ընդգրկել տարբեր ընտանիքներ, որոնք կարիքների մեջ են։ Այնուհետև ուղարկում ենք կամավորներին, որոնք հասկանում եւ գնահատում են ընտանիքների կարիքները ըստ առաջնահերթությունների։ Արարատի մարզի 100 երեխաների համար օրոտոն են դարձրել Սոս արևելքի քրիստոնյաներ կազմակերպությունը, Հույս բարեսիրական խումբն ու իսրայելյան բարեգործական կազմակերպությունը։ On travaille depuis 2020 avec l'association israélien. 2020 թվականից աշխատում ենք իսրայելյան բարեգործական կազմակերպության հետ։ Վերջին 3 տարիներին սկսել ենք իրականացնել Սուրբ Ծննդյան այս ծրագիրը Արարատի ամենաաղքատ ընտանիքների երեխաների համար։ Շատ գոհ ենք, որովհետև տեսնում ենք, թե որքան երջանիկ են երեխաները։ Ուրախ, որ նշում են Սուրբ Ծնունդը, իմանում Սուրբ Ծննդյան արժեքը, նաև նվերներ ստանում։ Et de recevoir des cadeaux aussi. 2020-ի պատերազմից հետո է սկսվել երեխաների համար տոնական այս միջոցառման ծրագիրը։ Ուշադրության կենտրոնում զոհված զինծառայողների, Արցախից բռնի տեղահանված եւ Արարատի մարզում հաստատված սահմանամերձ գյուղերի եւ սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներն են։ 2020 թվականից սկսված արդեն սա 4-րդ մեր տոնական միջոցառումն է ԱՄՆ-ին նվիրված։ Եվ ամեն տարի մենք 100 երեխաների համար միջոցառում ենք ունենում, միջոցառմանը մասնակցում են պատերազմում զոհված հերոսների երեխաներ, Արցախից տեղահանված երեխաներ եւ նաեւ սոցիալապես անապահով ընտանիքներում ապրող երեխաներ իրենց ծնողների հետ են մասնակցում միջոցառմանը։ Ունենք մենք մեծ թիմ, որ մեր մեջքին կանգնած են, դասյարակներ, հոգեբաններ, որ մեզ այս աշխատանքում աջակցում են եւ հույս ունենք, որ այս բալիկները երբ մեծանում են, լինեն առողջ, ուրախ մարդ եւ ունենան առողջ ընտանիք։ Ուրախ են երեխաները, նրանց սիրելի մուլտհերոսներն են եկել միասին ապրելու հայկական եւ արտասահմանյան թրենդային երգերի տակ։ Իրանց հիշողության մեջ մնում է։ Ուրախանում են, գնում են տուն, վիդեոնը բացում են, նայում են, ասում են՝ «Ինչ լավ է, մամա ջան»։ Հայկ Ավանեսյան, Արաքել Օհանյան, Միլենա Պողոսյան, Հայլուրի համար։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենակարևորը, ամենահրատապն ու հետաքրքիրը։